Ողջույն բոլորին։ Նախորդ վիդեոների ընթացքում մենք խոսում ենք կարկասային տների, գների, նյութերի, տեխնոլոգիայի մասին։ Շարունակելով այդ թեման, այսօր ուզում եմ խոսեմ շատ կարևոր բանի մասին, թե ինչու կարկասային տունը դա առաջի հերթին առողջություն եւ հարմարավետություն է։ Անցանք առաջ։ Կա մի կարևոր բան, որի մասին գրեթե չի խոսվում տուն կառուցելուց առաջ։ Հիմնականում քննարկում են նյութերը, տարածաշրջանը, բյուջեն, բայց չեն քննարկում, թե այդ տունը ինչպես է ծառայելու, լինելու է այն կոմֆորտ, առողջարար, թե ոչ։ Թե ինչպես ես դու զգալու քո սեփական տան մեջ, դա իրականում նախագծվում է հենց ամենասկզբում։ Անպայման դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, որովհետև վերջում քննարկելու ենք այն կարևոր կանոնը, որը որ պետք է կիրառվի տուն կառուցելու ժամանակ, եւ որը մեծ ազդեցություն է ունենալու ձեր առօրյայի առողջության տրամադրության վրա։ Սկսենք ամենակարևորից՝ միկրոկլիմայից։ Տունը դա այն վայրն է, որտեղ դուք անցկացնում եք ձեր հիմնական ժամանակը, որտեղ որ դուք պետք է հանգստանաք եւ զգաք ձեզ ապահով։ Կարկասային տան առավելությունը կայանում է նրանում, որ հիմնականում օգտագործվում են օդափոխվող կոնստրուկցիաներ։ Չկա բետոնե տուփի էֆեկտը եւ ավելի մեղմ կլիմա է։ Եթե ամեն ինչ ճիշտ է արված, տանը չեն առաջանում խոնավություն, չի լինում խեղդուկներ եւ այլ ճնշող բաներ։ Օդափոխություն։ Սա այն բանն է, որի մասին շատերը չեն մտածում։ Ասում են, դե դուր պատուհան բաց կպահեմ, քամի կֆռա, սկվազնյակ կանի, տունս կօդափոխվի, ես է հանգիստ կքնեմ։ Իրականում սա սխալ մոտեցում է, որովհետև դուր կտուր բացի հետ փակելը դա անկառավարելի է եւ օրինակ ձմեռը դա անիմաստ գործողություն է, որովհետև սաղ տան ջերմությունը դուրս է գալու, ամառը երբ շատ շոգ է, տաք ներխուժելու է ձեր տուն։ Հիմնականում օգտագործում են օդափոխման համակարգեր։ Իհարկե կան շատ թանկ, էլեկտրական, խելացի համակարգեր, բայց այս պարագայում մենք դրա մասին չենք խոսում, որովհետև դա բյուջեի վրա շատ մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Եվ խելացի մարդիկ օգտվելով ֆիզիկայի օրենքներից ստեղծել են շատ պարզ մեխանիզմներ։ Ակոտը բարձրանում է վերև, սառը օդը իջնում է ներքև։ Դրա համար հիմնականում տան ներքևի հատվածում դնում են խողովակներ հատուկ, որպեսզի սառը օդը մտնի տուն, եւ տանիքում կամ բարձր հատվածներում դնում են օդահան կլապաններ։ Հիմա դուք դա տեսնում եք ձեր էկրաններին։ Պարզապես պետք է մտածել վաղ օրվա մասին։ Շարունակի։ Շատ պարզ կանոն։ Թարմ օդ նշանակում է առողջ քուն, առողջություն, հանգստություն։ Կեղտ օդ նշանակում է անհանգստություն, գլխացավ եւ այլ բաներ։ Նյութեր եւ էկոլոգիա։ Կարկասային տան մեջ հիմնականում օգտագործում են պարզ նյութեր՝ փայտ, մեմբրաններ, ջերմամեկուսացումներ եւ այլն։ Եթե չենք ընտրում ամենաէժան մատչելի տարբերակը, ապա խուսափում ենք այն խնդրից, որ նրանք կարող են ինչ-որ արտադրություններ ունենալ քիմիկական, որը որ ազդելու է մեր առօրյայի վրա։ Շատերը մտածում են, որ կարկասային տունը դա ժամանակավոր լուծում է, ու մտածում են, հիմա սա էժանի մեջ մի բան սարքեմ, հետո ձեռս փող ընկնի, նորմալ քարի պապական տուն կսարքեմ։ Այս մոտեցումը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև ուսումնասիրելով միջազգային փորձը պարզ է դառնում, որ Ամերիկայում, Կանադայում, Ֆինլանդիայում եւ այլ երկրներում օգտագործում են հենց կարկասային տեխնոլոգիան, որոնք որ նախատեսված են 50-70 տարի ծառայության համար։ Համեմատելով քարի տների հետ կարող ենք հստակ ասել, որ քարի տունը ունի տանիք եւ տանիքի համար օգտագործում են ինչ ստրապիլային համակարգ, որը եւ փայտից է։ Այդ փայտի երկարակեցությունից է կախված, թե ինչքան տանիքը կծառայի։ Հիմնվելով դրա վրա մենք հասկանում ենք, որ քարետունը նույնպես պահանջում է շատ մեծ նորոգման ծախսեր։ Այսպիսով, եթե կարկասային տունը ճիշտ է սարքված եւ օգտագործված է լավ նյութեր, դա նշանակում է, որ դուք կարող եք քնել հանգիստ, որովհետեւ վաղը մյուս օր իր հետ ոչինչ տեղի չի ունենալու։ Լռություն եւ հարմարավետություն։ Մեր նախորդ վիդեոներից դուք արդեն ծանոթ եք կարկասային տան պատի եւ տանիքի սենդվիչի մասին։ Բազմիցս նշել ենք, որ տան ջերմամեկուսացման համար օգտագործվում է քարե բամբակ կամ ապակյա բամբակ, բայց այստեղ կարևոր շատ մի հանգամանք կա։ Այդ նյութը ծառայում է որպես ձայնամեկուսիչ, եւ եթե այդ շերտը լինի ավելի շատ ստանդարտից, կարող եք վստահ լինել, որ քնելու եք հանգիստ, որովհետեւ աղմուկը ձեզ չի հասնելու։ Նաեւ կան հատուկ մեմբրաններ ձայնամեկուսիչ, որոնք որ բավականին բարակ են, արժեքը բարձր չէ եւ կիրառելով այդ նյութը այլի ունենում ենք հանգիստ քուն։ Եթե չես կարող կողմնորոշվել, թե ինչ նյութեր պետք է կիրառես քո տան մեջ, ապա դիմիր Տունկրաֆտ։ Մենք սիրով կօգնենք ձեզ այդ ընտրության մեջ։ Լուսավորություն եւ հոգեբանություն։
Կարկասային տան շինարարության նպատակներից մեկը նա է, որ ունենում ենք մեծ պանորամային պատուհաններ եւ երբ որ տունը լուսավոր է, ավտոմատ կերպով մեր տրամադրությունն է բարձրանում։ Դա բժշկության կողմից ապացուցված փաստ է, որովհետեւ եթե ունենք արևոտ, ջերմ օր, հիմնականում մեր տրամադրությունը ավելի բարձր է։ Նաև կարկասային տան առավելությունը նրանում է, որ յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր տեղում կարող ենք արել նորոգման աշխատանքներ, ավելացնել լույս, պակասացնել, վարդակներ դնել ու դա չի ազդի մեր հիմնական ռեմոնտի վրա եւ մեծ ծախսերի չի հանգեցնի։ Կոպիտ ասած կոնստրուկտոր է։ Տունը պարզապես 4 պատ չէ։ Տունը այն վայրն է, որտեղ որ դու վերադառնում ես, որպեսզի հանգստանաս, անցկացնես ժամանակ քո ընտանիքի հետ, ունենաս առողջ քուն եւ առավոտյան գնաս եւ փրկես աշխարհը։ Այդ պատճառով, երբ որ դուք որոշում եք կայացնում, որ պետք է պատրաստեք կարկասային տուն կամ այլ տուն, մտածեք, թե ինչ սցենարով եք այնտեղ ապրելու, ինչ առօրյա եք ունենալու, ինչքան ժամանակ եք անցկացնելու, ինչ նյութեր պարտադիր կերպով պետք է կիրառել, որպեսզի դուք այնտեղ լինեք առողջ։ Հիմա այն մտքի մասին, ինչի մասին, որ խոստացել էի խոսեինք վիդեոյի վերջում։ Դա իրականում օդափոխությունն է։ Մենք վիդեոյի սկզբում արդեն խոսել ենք դրա մասին, ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ օդափոխությունը դա շատ կարևոր բան է եւ չի կարելի բաց թողնել տան կառուցման մեջ։ Մեծ գումարների հետ դա կախված չէ, դա կախված է մարդու մտածելակերպի, ճարտարապետի հմտությունների եւ շինարարի խելամտության եւ խղճի հետ, որովհետեւ մաքուր օդը դա ամենակարևոր բանն է մեր առօրյայի մեջ, որը որ ազդում է ուղիղ կերպով մեր առողջության եւ հոգեբանական վիճակի վրա։ Եթե տան մեջ չկա նորմալ օդափոխություն, դա նշանակում է, որ CO2-ի քանակը ավելի շատ է, քան պետք է լինի, տունը խոնավ է, տունը ճնշող է եւ միշտ դուք հոգնած եք լինում։ Բոլորիս հետ էլ եղել է, որ շփվում ենք միմյանց հետ եւ ասում ենք գնացի տուն, 10 ժամ քնեցի, բայց տենց է քունս չարա։ Գնացի տուն, ճնշված, հոգնած եմ, չգիտեմ, շատ չեմ աշխատել։ Այդ հարցի պատասխանը վատ եւ ծանր օդն է։ Պատուհան բացել փակելը դա լուծում չէ, դա անկառավարելի ինչ-որ process է, որը որ ազդելու է կոմունալ ծախսերի վրա։ Տան մեջ պետք է ունենալ նորմալ օդափոխություն, ներհոսքային եւ արտահոսքային լուծումներ։ Այսինքն տունը դա միայն պատերը ու տանիքը չէ, տունը դա այն միջավայրն է, որտեղ որ դու պետք է զգաս քեզ երջանիկ։ Եթե ուզում ես ունենալ մտածված տուն, ապա դիմիր Տունկրաֆտ։ Անպայման բաժանորդագրվեք այս ալիքին, միացեք մեր Instagram-յան էջին, որովհետև մենք շարունակելու ենք այս վիդեո շարքը կարկասային տների, տեխնոլոգիաների, նյութերի, գնագոյացության մասին։ Մինչ նոր հանդիպում։